Այսօր առավոտյան Միքայել arczepiskopos Աջապահյանը դուրս է գրվել Իզմիրլյան բժշկական կենտրոնից, որտեղ երկրորդ անգամ է ենթարկվել վիրահատության եւ վերադարձել է Գյումրի։ 8 ամիս տևած անազատությունից հետո օրերս Շիրակի թեմի առաջնորդի կալանքը փոխարինվեց տնային կալանքով եւ բացակայության արգելքով։ Միքայել Սրբազանին Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ քաղաքացիները թեմի երիտասարդաց միության անդամները դիմավորեցին շարականներ երգելով եւ սրբազան վանկարկումներով։ Միքայել arczepiskopos Աջապահյանի տնային կալանքի սահմանափակումների մի մասը վերացնելու պահանջով փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել դատարան, գոնե վերականգնելու պատարակներին մասնակցելու իրավունքը։ Թեմի առաջնորդը չի կարող դուրս գալ կեցավայրի տարածքից։ Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց, ապա կալանավորվեց 2025 թվականի հունիսին։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար։ Տնային կալանքը իրենից ներկայացնում է նույն սահմանափակումները, պարզապես տնային պայմաններում եւ որոշ առումով ավելի խստացված, եթե բանդում Սրբազանը այցելության իրավունք ուներ, այդ այցելությունները այլևս չունի իրավունք, չունի նաեւ իրավունք չունեն նաեւ պատգամավորները տեսակցելու Սրբազանին, այսինքն այս իմաստով ավելի խստացված է, բայց դրական կողմը տնային կալանքի այն է, որ ինքը իր տան մթնոլորտի մեջ է, իր կենցաղի մեջ ավելի ոնց որ հարմարավետ կլինի, էլի, իր այս ընթացքը մինչև դատական պրոցեսը վերջանա։ Դե իրեն խնամել է պետք է վայելեն, ինքը հետ վիրահատական շրջանում է, բնականորեն հաց է պետք է վայելեն եւ իր հարազատները դատարան առայժմ այսքան է, նույնիսկ պատարակի դեռ չի մասնակցելու, չունի թույլտվությունը, հուսանք որ առաջիկայում քննարկվի եւ իր քրիստոնեական իրավունքը կիրագործի։ Ընդհանրապես տնային կալանքի պայմանները ենթադրում են, որ ընտրվում է որոշակի շառավիղ, որոշակի տարածք եւ դրանից դուրս արդեն այն սարքը, որը որ տեղադրված է, արձագանքում է եւ ուրեմն խախտման տեղեկություն է հայտնում պրոբացիայի համապատասխան բաժնին, հետեւաբար շառավիղը այստեղ իր ուրեմն առաջնորդանի տարածքն է, իր բնակության հատվածն է հաշվի առնված, ինչպես տեղեկացված եք, մեկ հոգևորական տվյալ պահին Միքայել Սրբազանն ընտրել է Նարեկ Սրբազանի թեկնածությունը, կարող է իր հետ շփվել պատարակների անցկացման հետ կապված հնարավորությունը դատարանը տվել է, բայց եկեղեցի հաճախելու, մասնակցելու պատարակ անցկացնելու հնարավորությունը դեռևս պարզված չէ, որովհետև փետրվարի 6-ի դատական նիստում մենք այդ բովանդակությամբ միջնորդություն ներկայացրեցինք, նկատի ունեմ պաշտպանական խումբը եւ դատարանը անհրաժեշտություն գտավ ուսումնասիրելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկան եւ լիահույս եմ, որ հաջորդ դատական նիստին արդեն այդ հարցը պարզաբանված կլինի։ Առողջական վիճակի հետ կապված որևէ հսկողության հետ կապված որևէ խնդիր չի կարող առաջանալ, բժշկական օգնությունը ցանկացած իրավիճակում 911-ի կանչը եւ այլն բոլորը թույլատրելի են օրենքով, այսինքն դատարանը չի դա կարգավորում, դա սահմանված է օրենքով եւ եթե Աստված մի արածցե կան ինչ որ ֆորս մաժորային իրավիճակներ անհաղթահարելի կամ բժշկական օգնության անհրաժեշտություն կա, դա թույլատրելի է։